Բարի երեկո հարգելի գործընկերներ, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը։ Նիստի ընթացքում կուսակցության գործադիր մարմինը ամփոփել է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեր թեկնածուների արդյունքները եւ պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ մենք դրական ենք գնահատում այն արդյունքները, որ կուսակցությունը ունեցել է այս ընտրությունների արդյունքում, պետք է նշեմ, որ այս եւ սեպտեմբեր 18-ի թիմ ընտրությունների արդյունքում հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ որոշ անկուսակցական թեկնածուներ, որոնք այլևս համայնքապետեր են ընտրվել, ցանկություն են հայտնել անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, Հայաստանի Հանրապետության համայնքների շուրջ 72%-ի համայնքապետերը Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են։ Այսինքն պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պահպանում է իր առաջատարի դիրքերը հայաստանյան քաղաքական դաշտում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ ամենաառանցքային եւ տարածքներում կենսունակ կառույցներ ունեցող քաղաքական ուժը, բնականաբար եղել են նաեւ բացթողումներ, մենք նայենք վեր ենք լուծել այդ բացթողումները եւ դասեր քաղելով այդ բացթողումներից կնախապատրաստվենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Քննարկել ենք նաեւ ազգային ժողովի քարոզանիստերի աշխատանքները, ներքաղաքական իրավիճակ, արտաքին քաղաքական հարցեր են քննարկել։ Դուք գիտեք, որ որևէ կուսակցություն 40+1% ձայներ չի հավաքել Վանաձորում, այնտեղ անհրաժեշտ է որպեսզի լինի կոալիցիա, որպեսզի 50+1 մանդատ լինի, այսինքն 17 մանդատ ունեցող թեկնածուն հաջողության հասնի, սպասենք ընտրություններին։ Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր անելիքը քաղաքականության մեջ, ում հետ կոալիցիա կազմել, չկազմել, ում ձայն տալ, ում ձայն չտալ, դա հայկական վերածննդի, լուսավոր Հայաստանի եւ յուրաքանչյուր կուսակցության որոշելու խնդիրն է։ Կլինի այնպես, ինչպես որ կլինի, այսպես ինչպես որ կընտրեն այդ 33 ավականիները։ Իսկ վանաձորցիներին նախ եւ առաջ անհրաժեշտ է կոնկրետ ժամկետներում ունենալ քաղաքային իշխանություն, որովհետեւ նախկինում ես տեսա, որ որոշ քաղաքական գործիչներ, որոնք նույնիսկ լուսավոր Հայաստան օրինակ կոնկրետ, որոնք որ ստացել են 10 մանդատ, իսկ դա բավականին ծանրակշիռ մանդատներ են եւ քանակը բավականին մեծ է, եւ օգտվելով նաեւ շնորհավորում եմ, նշել էին, որ չի բացառվում, որպեսզի լինի Վանաձորում նոր ընտրություն, ես ասում եմ եւ ասել եմ եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, Վանաձորի բնակչությանը, վանաձորցուն անհրաժեշտ է օր առաջ ձևավորել քաղաքային իշխանություն, կենսունակ քաղաքային իշխանություն, ավականի, որը կաշխատի ոչ թե նախ եւ առաջ այս կամ այն կուսակցության շահերը սպասարկելու համար, այլ նախ եւ առաջ Վանաձորի ժողովրդի մատից փուշանելու։ Կորուս լինի, կորուս չլինի, այնպես չի, որ ով ինչքան ձայն հավաքել է թիմ ընտրություններին, արդեն պարլամենտականի համար գրպանում է։ Չկա դες բան։ Թիմ ընտրությունները դրանք այլ յուրահատկություն ունեն, պարլամենտական ընտրությունները այլ յուրահատկություն ունեն, նախագահականը, որը մնաց անցյալում լրիվ այլ յուրահատկություն ունեն։ Ուստի կարծում եմ չպետք է հուսահատվեն այն քաղաքական կուսակցությունները, ովքեր որ քիչ ձայն են հավաքել եւ չպետք է չափից շատ ոգևորվեն այն քաղաքական կուսակցությունները, այդ թվում նաեւ մենք, որոնք բավականին լուրջ ձայներ են հավաքել։ Ամեն ինչը իր հերթին, դանդաղ շտապեք, իսկ կորուստների մասով կապենք կտեսնենք։ Ես իրավաբան չեմ եւ ես պարտավոր չեմ, ոչ թե կենտրոնական դրական հանձնաժողովի ներկայացուցիչ եմ, կենտրոնական դրական հանձնաժողովի ներկայացուցիչները պետությունից աշխատավարձ են ստանում այդ հաշվարկը կատարելու համար։ Եվ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահ ազգային ժողովի բարձր անդունից նշեց, որ Բալասանյան դաշինքը ստացել է 17 մանդատ։ Ազգային ժողովում շատ բաներին են ընդդիմանում եւ այնպես չի, որ ընդդիմանում է ինքը ուրեմն ճիշտ է։ Կա երկու տարբերակ։ Տարբերակ համար մեկ համաձայն չեն, թող ապացուցեն կամ դիմեն դատարան։ Այլ տարբերակ չկա։ Երկրորդը, դուք նշեցիք, որ նրանք ցանկանում են քաղաքական բոյկոտի ճանապարհով գնալ։ Հայաստանի գոնե 25 տարվա պատմությունը ցույց է տվել, որ բոյկոտից տուժում են ոչ թե ում դեմ որ բոյկոտում են, այլ բոյկոտից տուժում եւ փոշիանում են այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտում են։ Հիշեք արդարություն դաշինքը, հիշեք ժամանակին ժառանգություն կուր խմբակցությունը,
Հիշեք մի բա Բարգավաճ Հայաստանը, ու բազում տենց երյա, քարյա, հիշում եք ինչքան էին բոյկոտում։ Մեր հասարակությունը пассив աշխատավոճ չի ընկալում։ Մեր հասարակությունը եւ նախ եւ առաջ գյումրեցիները մեր սիրելի ձայն են տվել, որպեսզի այդ մարտիկ տիրանալով այդ մանդատին գնան ոչ թե իրանց կուսակցության շահերը նախ եւ առաջ սպասարկեն, այլ գնան որպեսզի Գյումրու քաղաքային տնտեսությունը զարգացնեն։ Ոսկե սրա մասին է։ Չեն գնա, բարով գնան կամ բարով չգնա։ 17 մանդատ կա 50+1 ձայն, չեն գնա, Բալասարյան դաշինքը կձևավորի, կընտրի քաղաքապետին եւ կաշխատի իշա գյումրեցիների։ Իսկ ինչ վերաբերում է իրանց գնահատականներին, ես դա հիմնավոր չեմ համարում, որովհետեւ մեր մոտ բացասական պրակտիկա կա։ Ու չհաշված 1-2 կուսակցությունների, ովքեր որ ունեցան քաջություն ընդունելու իրենց պարտությունը։ Պարտություն ընդունելն է տղամարդություն եւ քաղաքական քաջություն եւ դասեր քաղելը։ Եվ մեր որոշ քաղաքական գործընկերներ հենց կոնկրետ Գյումրիում փոխարեն իրենց վատ աշխատանքի ոչ թե ժողովրդի հետ կապեն, այլ իրենք նայեն տեսնեն որտեղ են իրենք թերացել, իրանք միանգամից ասեցին, որ ընտրությունները անօրինական են եւ այլն եւ այլն։ Դա են կուսակցությունները, որոնք Գյումրի ընտրություններն դեռևս ոչ ավարտված, արդեն խոսում են, որ դրանք անօրինական են։ Դրա համար ես դրանց հիմնավոր չեմ համարում եւ իմ կոչը սա բոլոր այն ավականիներին, ովքեր որ ստացել են մանդատ, վստահության մանդատ, վերցնել այդ մանդատը եւ գնալ ծառայել գյումրեցիներին։ Հանրապետական կուսակցությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բացառապես գնահատական է տվել երևույթներին։ Եվ բոլոր այն երևույթները, որոնք որ խոչընդոտում են Հայաստանի քաղաքակիրթ, քաղաքական եւ բարոյական զարգացումը, բնականաբար մենք դրան դեմ ենք, անկախ նրանից, թե ինչ կուսակցության պատկանելություն ունի։ Մենք եւս մենք անգամ շեշտեմ, որևէ անձի չենք պիտակավորել, խոսել ենք բացառապես երևույթների մասին։ Իսկ մնացածը արդեն ես ավելացնելու բան չունեմ, պարլամենտում էլ եմ այսօր դրա մասին խոսել, ինչ վերաբերում է փոփոխություններին, այստեղ էլ էլի մեջ բերեմ իմ հին հետնորդներին, հույներին։ Կյանքում ամեն ինչ հոսում է եւ ամեն ինչ փոփոխվում է։ Պարզապես այդ փոփոխությունը պետք է այնպես ուղղորդենք, որ լինի բարեփոխում, այլ ոչ թե լինի աղետ։ Ես կարծում եմ, որ այլևս մեզ սպասում են բացառապես բարեփոխումների ժամանակները ձեզ հետ միասին եւ ձեր օժանդակությամբ։ Շնորհակալ եմ եւ թույլ տվեք այս մաժորային նոտայով ավարտել այսօրվա ասուլիսը։